Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Սփյուռքը կունենա ևս 30 երիտասարդ դեսպան ծրագրի հոբելյանական 5-րդ փուլին մասնակցելու համար 80-ից ավելի հայտ է ստացվել։ Ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում, պաղպաղակ արտադրողների մոտ ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցազրույց տաղավարում։ Զմրուխտ կանաչով հյուրընկալ հասցեները, արձակուրդը Հայաստանում շարքի թթվածնաշատ ռեպորտաժը Լորիից։ Եվ ընտրիր հայկականը, ապարանի սարերի տվածը բիզնես հայ արտադրողի համար։ Սփյուռքի երիտասարդ դեսպանների թիմը շարունակվում է համալրվել։ Համանուն ծրագրի 5-րդ փուլին մասնակցելու համար 80-ից ավելի հայտ է ստացվել, որոնցից կընտրվեն 30-ը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 120 երիտասարդի արդեն վերապատրաստել է։ Ծրագրով 2 շաբաթով նրանք գալիս են Հայաստան, ծանոթանում կառավարության ծրագրերին, հանդիպում տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ճանաչողական այցերով լինում տարբեր մարզերում։ Հետո վերադառնում են իրենց երկրներ ու 1 տարի ժամկետով ներգրավում են հայկական համայնքի աշխատանքներում։ Los Angeles-ին վեր եմ, բայց իմ տունս Հայաստան է։ Օվկիանոսը կտրել անցնելու տուն հասնել փորձում է տարին գոնե 1 անգամ, վերջինը նախորդ աշնանն էր, երբ մասնակցեց Սփյուռքի երիտասարդ դեսպաններ ծրագրին, ծանոթացավ հայաստանյան կազմակերպություններին, պետության առաջարկած ծրագրերին, նաև աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հավաքված տարեկիցների հետ 2 շաբաթ անցկացրեց, մտերմացան, բարեկամացան։ Չես հավատա ինչ առիթով եկանք Հայաստան այս անգամ։ Ավստրալիային դեսպանը հայ աղջիկ ծանոթացավ Հայաստան եւ իրարու հետ պիտի ամուսնանան եւ եկանք, որ իրենց ուրախ հարսանիքը celebrate ունենք։ Երիտասարդ դեսպանի Հայաստան ոչ պաշտոնական այցն առիթ է նաև Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում հավաքվելու ընթացիկ աշխատանքները քննարկելու համար։ Ծրագիրն անցնելուց հետո իրենց երկրներում իրականացնում են հայապահպանությանն ուղղված միջոցառումներ հայրենիքից հեռու ապրողների համար։ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել եւ զարգացնել սփյուռքի երիտասարդների միջև համագործակցություն եւ այդ կապը շարունակել տարիների ընթացքում եւ այս տարի մեծ հաջողություն ունեն, քանի որ երիտասարդները աշխատում են միմյանց հետ Չինաստանից մինչեւ Բելարուս, Ամերիկայից մինչեւ Ռուսաստան։ Ճամպրուկից մեջ մի կտոր փոքրիկ Հայաստան դրեցի, որպեսզի կիսեմ Ֆրանսիայի մյուս երիտասարդների հետ։ Փարիզաբնակ Սիլվան էլ հարսանիքի մասնակցելու համար է Հայաստանում։ Նախապատրաստական աժոտաժի մեջ անընդհատ կապի մեջ է Փարիզի գործընկերների հետ։ Հուլիսին նախաձեռնել ու կազմակերպելու են մեծ երիտասարդական համաժողով, ոչ միայն հայերի համար։ Ծրագրի շրջանակներում երիտասարդները նաև հրապարակային խոսքի վարպետության դասեր են անցնում։ Սրտից եկող էմոցիաները պերճախոսության բոլոր հնարավոր հնարքներով կմատուցի, որ լսարանին ճիշտ ազդակներ ուղի, առաջիկա արձակուրդներին Հայաստան բերի։ Իհարկե բոլորը հրավիրված են Եվրոպայից, նաև ֆրանսիացիք, որը հայերին է սիրում, որը Հայաստանով են հետաքրքրված։ Նախորդ 4 տարում ծրագիրը 20-ից 35 տարեկան 120 մասնակից է բերել Հայաստան։ Երիտասարդներ, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ, ուզում են իրականացնել իրենց նախաձեռնությունները ու բարելավել հայկական համայնքների գործունեությունը։ Երիտասարդները գալիս են Հայաստան, անցնում են ծրագիրը, դասընթացներ, ծանոթություններ, տարբեր երիտասարդական կազմակերպություններ, տարբեր կազմակերպությունների հետ վերադառնում են համայնքներ, մի տարի շարունակ աշխատում են այնտեղ։ Ծրագրի հոբելյանական 5-րդ փուլին մասնակցելու համար գրասենյակն այս տարի ստացել է 27 երկրից 80-ից ավելի հայտ։ Հուլիսի հարցազրույցներից հետո կընտրեն 30-ին, որոնք այս աշնանը կգան Հայաստան ու կհամալրեն երիտասարդ դեսպանների արդեն մեծ թիմը։ Ամռան այս շրջանում լայն սպառման ապրանքներից հատկապես ավելանում է պաղպաղակի պահանջարկը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոլորտում ուսումնասիրություններ է արել եւ ժամանակն է ամփոփելու դրա արդյունքները։ Այստեղ է տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետը։ Տիկին Վարդանյան, գիտեմ, որ 12 արտադրություններից վերցրած ցուցանմուշների արդյունքներն ամփոփված են, ինչ եք հիմնականում արձանագրել։ Վերահսկողություն իրականացվել է 12 տնտեսվարողների մոտ, 10-ի արդյունքում շեղումներ են հայտնաբերվել, 2-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել, կամ տնտեսվարողներ, որոնց արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Ինչ հիմնական խնդիրներ են երևում արդեն լաբորատոր ուսումնասիրություններից հետո։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ է հայտնաբերվել ԱՑԽՄ եւ ՄԱՖԱՄ ցուցանիշներով, որոնք սանիտարահիգիենիկ խախտումների արդյունքներում են արձանագրվում։ Ինչպես նաև խախտումներ է արձանագրվել կաթնուեղու փոխարինիչի մասով, որը իրականում ավելի լուրջ խնդիր է առաջացնում մարդու կյանքի եւ առողջության համար, որովհետեւ տվյալ պահանջը ներառվել է տեխնիկական կանոնակարգում, այն հիմքով, որ մարդու կյանքի եւ առողջությանը վտանգ չսպառնի։
այն արտադրանքը, որը արտադրվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Այսինքն ավելի մանրամասն որ սպառողների համար ավելի հասանելի լինի եւ արտադրողների համար ավելի իրազեկված լինեն։ Ընդհանուր պահանջը հետեւյալն է, որ կաթնայուղի փոխարինում թույլատրվում է բացառապես կաթնայուղի փոխարինիչով, որը ինքը իրենից ենթադրում է առանձին պրոդուկտ եւ իր մեջ մշակված են բուսայուղերի համապատասխան հարաբերակցություն եւ կաթնային յուղի ֆազայում դրա օգտագործումը թույլատրվում է ընդհանուր յուղի 50%-ից ոչ ավելի չափաբաժնով, բայց այստեղ մենք արձանագրել ենք ավելի շատ ավելի չափաբաժնով օգտագործում, որը այն վտանգների շարքին է պատկանում երկարատև, այսինքն երբ որ մենք օգտագործում ենք երկարատև տվյալ արտադրատեսակը, մնացորդային քանակները հետագայում մեր օրգանիզմի եւ կյանքի առողջության համար վտանգ են հանդիսանում։ Ինչ է լինում այն խմբաքանակների հետ, որտեղ արձանագրել եք խնդիրներ։ Օրենսդրությամբ այն խմբաքանակները, որոնք ունեն ցուցանիշներով անվտանգային խախտումներ, ենթակա են իրացման կասեցման շուկայից հետ կանչի։ Կարգադրագրեր են տրվել բոլոր այն խմբաքանակներին, որտեղ խախտումներ արձանագրվել են, եւ արդեն իսկ տնտեսվարողները իրականացրել են հետ կանչի գործընթացը, արդեն իսկ ունենք տեսչական մարմնում դիմումներ, որտեղ խնդրվում է տնտեսվարողի կողմից իրականացնել այդ ոչնչացման գործընթացը, որտեղ մեր տեսչական մարմնի ներկայացուցիչի մասնակցությունը պարտադիր է, որպեսզի հավաստենք, որ տվյալ խմբաքանակները ոչնչացվել են կամ օգտահանվել են։ Կազմակերպությունների ընտրությունները ինչպես են իրականացվում, որտեղ որ պետք է իրականացվեն այդ վերահսկողական գործառույթները։ Քանի որ վերահսկողությունը իրականացվել է սեզոնին ընդառաջ եւ մենք արդեն շուրջ 3 տարի է տենց վերահսկողության տեսակներ իրականացնում ենք, սեզոնին, օրինակ տոնորերին ընդառաջ եւ այլն, այս միջոցառումը կազմակերպվել է հենց սեզոնին ընդառաջ, հասկանալով, որ հիմնականում պաղպաղակ սպառողները երեխաներն են եւ խնդիրների ձեռք մնալու համար կամ եւս մեկ անգամ տնտեսվարողներին զգոն պահելու, իրազեկելու շրջանակներում կազմակերպել ենք վերահսկողությունը, տնտեսվարողները ընտրվել են մեր սննդի շղթայի օպերատորների բազայից, որը մեզ համար հիմնարար է, այսինքն բոլոր այն արտադրողները, որոնք գրանցված են որպես պաղպաղակի արտադրություն, բոլորի նկատմամբ իրականացվել է պետական վերահսկողություն։ Խոսքը տեղական արտադրողների մասին։ Այո, տեղական արտադրողների մասին է եւ առաջիկայում սպասվում է նաեւ ներմուծված պաղպաղակի վերահսկողություն նույնպես։ Գին Վարդանյան, լաբորատոր փորձաքննությունները իհարկե լավ են, բայց կան արդյոք որևէ մեխանիզմներ, որ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն իրենց երեխաների համար պաղպաղակ ընտրելիս, գնելիս։ Իրականում, այո, որոշակի քայլեր կարող են ձեռնարկել, հիմնականում գնման ժամանակ, որ հետևեն, որ սառնանային պահվածքով լինի, մեկ անգամ հալված նորից սառեցված չլինի, որտեղ դա արտաքինից երևում է, դա հիմնական լուրջ խնդիր է առաջացնում, որտեղ մեկ անգամ հալվելով մանրեների քանակը արդեն իսկ շատ է գրանցվում պաղպաղակի մեջ եւ նորից սառեցման պարագայում խնդիրներ են ունենում։ Իհարկե մակնշմանը հետևեն, որ պիտանության ժամկետը նայն ճիշտ է պաղպաղակը որպես այդպեսին երկար պիտանության ժամկետ ունի, բայց լինում են նաև ժամկետանց պաղպաղակի իրացման դեպքեր, այնքանով ինչքանով որ այս պահանջները կարող են պահպանել, իսկ իրականում արտաքին զննումով որպեսի փաստային օրինակ ԱՑԽՄ մաֆամ կլինի կամ կաթնայուղի փոխարինիչ մեջ օգտագործվել է թե ոչ, դա իրականում չեն կարող հսկել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ խնդիրները առաջացել են սանիտարահիգիենիկ պայմաններ որոշակիորեն չպահպանելու հետևանքով։ Այո, ԱՑԽՄ եւ մաֆամը այո, իսկ կաթնայուղի փոխարինիչը դա բաղադրագրի, դա որակավորվում է որպես այդպեսին կեղծված սննդամթերք, որտեղ ըստ մեր օրենսդրության այն արտադրանքը, որը արտադրվել է առանց բաղադրության փոփոխության, դա արդեն իսկ կեղծված է։ Ամռան այս շրջանում շատերը գնում են տարբեր տեղեր եւ հատկապես այդ միջոցառումները զուգորդվում են բնության գրկում ուտել խմելով, ինչ անել սննդային հնարավոր թունավորումներից խուսափելու համար։ Իրականում տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի նաև իրազեկում է իրականացնում մեր պաշտոնական կայքում, ինչպիսի կանոնների հետևել, որ մենք զերծ պահենք վտանգավոր արտադրանքի սպառումից հենց շոկով պայմանավորված, որտեղ առաջիկայում եւ դպրոցների էքսկուրսիաներն են նախատեսվում եւ այլ միջոցառումներ քաղաքից դուրս այդ տրամաբանության շրջանակում հետևեն պահման պայմաններին, որովհետեւ կան հատկապես արագ փչացող սննդամթերքների ցանկ, կաթնամթերք, մսամթերք, կրեմային հրուշակեղեն, որոնք հիմնականում պետք է իրենց պահման պայմանները հստակ պահպանվի սառնարանային տեղափոխումով, այլ պարագայում իրենք վտանգավոր են օգտագործման համար։ Եվ սանիտարահիգիենիկ բնականաբար լվանալ մաքուր առատ ջրով, պատրաստել նորմալ պահման պայմաններում, ձեռքերը լվանալով, շրջակայից որևէ աղտոտում բացառելով, որպեսզի իրենց, այսպես ասած, տոնական տրամադրությունը չփչացնեն։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետը, բոլոր արտադրատեսակներին կարող եք ծանոթանալ տեսչական մարմնի պաշտոնական էջերում։
Սնունդը հաստատ ավելի ապահով է, երբ աճեցնում ես քո տնամերձում, այգում ու պատրաստում ես ընտանիքի անդամների համար։ Հայաստանում քիչ չեն հասցեները, որ այդ նույն պատասխանատվությամբ ու հոգատարությամբ են ընդունում, հյուրասիրում ու ճանապարհում զբոսաշրջիկներին։ Հրապարակումը սկսում է սեզոնային խորագիրը։ Արձակուրդը Հայաստանում մեկնարկը Լոռիից է, եղել ենք Գողտրիկ, Կուրթանում ու Հագվիում։ Գիշերվա անձրևից ամառվա արևով տաքացած խոնավ կանաչի բույրը Լոռիում բերում է առանձնահատուկ խաղաղություն, որ ստիպում է մի պահ կտրվել իրականությունից ու ձուլվել բնությանը։ Զորագետի կիրճի հենց պռնկին է գտնվում Չուչու Լենդը, Կուրթանցի Համլետի մանկության հուշերով ստեղծված երազանքների նորաբաց հյուրընկալ հասցեն։ Իմ ու քրոջս տարիքային տարբերությունը մոտ 7 տարի է։ Երբ որ ինքը մրսում էր կամ ուզում էր, որ իրեն գրկեին ջերմություն տային, նաև հագուստին ինքը ասում էր Չուչու։ Որոշեցի, որ այդ անունը դնենք հենց այս մեր կենտրոնի անունը, որը հնարավորինս ջերմություն ու երջանկություն կտա մարդկանց։ Չուչուն հարմարեցված է մինչև 8 հոգանոց ընկերական, ընտանեկան խմբերի համար։ Սկսած նախագծումից մինչև կառուցում ամեն ինչ իրականացվել է ընկերների աջակցությամբ 1 տարում։ Փորձեցինք ստեղծել նաև լոկալ գիդերը, մեր գյուղի երիտասարդների միջոցով ուռեր առաջարկել, քայլարշավեր կամ լեռնագնացություն, հնեվանք, ցիցքար, դենդրոպարկ, ինչու ոչ օֆրոդ որոշակի արկածային։ 42 թվի ավտո, պապերից մնացած։ Պատկառելի տարիքի քառանիվը ոչ միայն Լոռեցի Դավիթի մանկության ժառանգությունն է, այլև նորագույն արկածների բանալին։ Հյուրերին պատրաստ է հնեվանք, արևածագի ձոր, անտառամուտի ջրվեժ հասցնել, անցկացնել տուրեր բազումի լեռներով։ Նա էլ շատերի պես գործի փնտրտուքով եղել է Ռուսաստանում, մի կարճ ընթացք Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, բայց կյանքի ոլորապտույտ ճանապարհները նրան նորից հայրենի մարզ են բերել։ Առաջին կրթությամբ սոցիալական աշխատող եմ, մագիստրոսական կրթությամբ մարդկային ռեսուրսների կառավարիչ, աշխատել եմ որպես IT project manager, բայց այս ամենը ինձ հոգեհարազատ է, վերադարձել եմ իմ պապական գյուղ։ Զմրուխտ կանաչ Հագվին էլ արդեն հյուրատուն ունի։ Վաչեն մի քանի ամիս առաջ ստեղծած հասցեն Հագվի կոչեց, որ իր գյուղի անունը Լոռվա Սար ու ձորից փոխվի, Բերնեբերան տարածվի։ Շրջակայքի հնչեղ անուններով բնակավայրեր շատ են գնում գալիս, բայց Հագվիի մասին քչերն էին լսել։ Մոտերքում Օձունն է, Կաճաշկուտը, Աքորին, Ալավերդի քաղաքը։ 90-ականներին կառուցված ու երկար ժամանակ չօգտագործված պապական տունը դժվարությամբ 4 տարում ընտանիքով կարգի բերեցին, հյուրընկալ հասցե դարձրին։ Մայլյանների մեծ գերդաստանը հանգամանքների բերումով այս հասցեում այդպես էլ չմիավորվեց։ Փոխարենը հյուրընկալում է տարբեր ընտանիքների տարբեր վայրերից ու ճանապարհում բարեկամացած։ Հյուրերին դե առաջարկում ենք տուրեր, կլինի դա ձիով, արշավներ դեպի մեր բնություն, թե գյուղից դուրս։ Միձի ինքն ուներ, միձի էլ հարևանը միավորվեցին, երեխա ժամանակ անցած կածանները դարձրին զբոսաշրջային արահետներ։ Մեզ նպատականը է, որ գյուղի ժողովրդին կարողանամ ներգրավել, մարդիկ ունեն ձիեր, ուղեկցում են մեր հյուրերին դեպի արշավներ, վերջակետեր, հետ բերում հյուրատուն, մեքենաներով ունենք արշավներ, էլի տեղափոխում են մեր գյուղի տղաները, իմ ընկերները։ Խոհանոցում էլ օգտագործում են գյուղի բարիքը, հարևաններից գնում են կաթ, կարագից մինչև ձու եւ միս, էկոլոգիապես մաքուր սննդով, տնական բաղադրատոմսերով հյուրասիրում այցելուներին։ Բնությունն այստեղ շռայլ է, ուտելի բույսերն էլ շատ՝ եղին, սինդիրիկ, թելուկ, ճռճռուկ, տապակելու, ապուրներ պատրաստելու բաղադրիչներ միշտ կան։ Պատրաստեմ ապուր փիփերթով, լոռու լեզվով ասած, բալբի ճաշ։ Տիկին Սվետլաննան որդու հաջողություններով առաջին ուրախացողն է ու մեծ ոգևորողը, միշտ պատրաստ է հյուրերին համով կերակրել։ Մեղմ ձմեռներով ու զով ամառներով Հագվիում միրգ հատապտուղներն էլ շատ են։ Դրանք էլ ընտանիքի հոր ձեռամբ դառնում են ոգելիցներ։ Այստեղ հատկապես հպարտանում են հայկական կալվադոսով, տեղական սպիտակ խնձորից թորված օղիով։ Ընտրիր հայկականը խորագրի մեր հերթական պատմությունն էլ այս անգամ Սառնաշուն ճապարանից է, որի մերձակա սարերին սակայն ամենաջերմացնող թեյաբույսերն են աճում։ Ուրցի, դաղցի, անթարամի, երիցուկի հատկությունները թելթիի հիմնադիր Հայկը դեռ մանկության տարիներին է զգացել։ Հետո արդեն բնության շռայլորեն տվածը խնամքով վերամշակել է, փաթեթավորել, դարձրել բիզնես։
Մենակով սկսած գործին հիմա միացել են մեկնարկային փուլում թերահավատորեն տրամադրված ընտանիքը։ Ավելի մատչելի հատվածներում լեռնափեշերին խոտաբույսերը հավաքում են միասին։ Ավելի բարձրադիր վայրերից հովիվներն են դրանք վարձատրության դիմաց բերում, հասցնում։ Ապարանյան էկոլոգիապես մաքուր թեյափնջերը այսօր ունեն մեծ պարում Երևանում, շուտով նաև կարտահանվեն։ Մանկությունս անցել է ապարանում, հաճախակի են եղել որ ծնողներիս հետ կամ տատիկ պապիկիս հետ գնացել ենք դաշտ, այնտեղից հավաքում ենք օգտակար խոտաբույսեր։ Այդ հիշողությունները ես իմ մեջ տակ պահել եմ ու մտածեցի արտադրել տեղական թեյեր։ Թիլթի այդ մենք կոչեցինք թեյի այդպես, որտեղ թիլը հենց այն երանգն է, որ չորանալուց հետո ստանում է դաղձը։ Խոտաբույսերի հավաքման շրջանը, ընտանիքով միասին գնում ենք, հավաքում ենք, բերում ենք, հատուկ մշակում են անցնում մեր թեյերը։ Առայժմ մենք արտադրում ենք ուրց, դաղձ, երիցուկ, անթառամ տեսակի թեյեր։ Մեր ընկերության կարգախոսը հանդիպում բնության հետ։ Ցածրադիր լանջերից սովորաբար մենք ինքներս ենք հավաքում, բայց ներգրավում ենք նաև մեր համագյուղացիներին, հովիվներին, այնպիսի մարդկանց, ովքեր հավաքությամբ են զբաղվում, իրանք Արագած լեռան ավելի բարձրադիր վայրերից հավաքում են խոտաբույսերը, ամենաբարձր որակային հատկանիշները ցուցաբերում են հենց այդ բարձրության խոտաբույսերը, որոնք որ օգտագործում ենք արդեն մեր արտադրության մեջ։ Քանի որ ես ծնվել եմ ավանդական հայկական ընտանիքում ու մեր խորհրդային մտածելակերպում բիզնես անել այդքան էլ ընդունված չի ու այդ ժամանակ, երբ որ ես որոշեցի արտադրել թեյեր, բնականաբար իմ տնեցիները ասացին, որ հնարավոր չի, ով պիտի առնի, բոլորը իրենց տուն ունեն, այդ խոտաբույսերը հնարավոր չէ վաճառել, բայց դե պատկերացնում էի ուր կգնամ, ինչ հաջողություններ կունենամ։ Ես սկսեցի արդեն անձամբ ես այդ արտադրել։ Հետագայում արդեն իրանք էլ հավատացին, որ հնարավոր է ստացվի ու արդեն սկսեցին օգնել ինձ ու հիմա հիմնականում իրանք են անում այդ արտադրության process-ը։ Թիլթին արդեն 4 տարեկան է, սկզբնական վաճառքի վայրը եղել է Երևանյան սուպերմարկետների ցանցը, հետագայում արդեն պահանջարկ եղավ հյուրանոցներում, ունենք արտահանման փորձ Արաբական Էմիրություններ, հիմա պլանավորում ենք արտահանել Միացյալ Նահանգներ։ Մեր փոքրիկ գործը հիմա արդեն մեծ քայլերով առաջ է գնում, նրա նպատակներ ունենք արդեն հավելյալ աշխատողներ ներգրավենք մեր համայնքից։ Հիմա ավելացնում ենք մի քանի տեսակներ, միքս թեյերի արտադրություն ենք ունենալու ղանթապատ ու արդեն ներկայանալ ենք հաճախակին ավելի մեծ տեսականիով, ավելի հարուստ արտադրանքով։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Arm.gov էջում։ Մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։